Բաղաբերդը կամ Կապանի բերդը գտնվում է Կապան քաղաքից դեպի արևմուտք, Քաջարան տանող մայրուղու վրա, Ողջի գետի ձախ ափին, Հայաստանի պաշտպանական խոշոր կառույցներից է։ Որպես անառիկ բերդ հայտնի է 4-ից 5-րդ դարերից։ Բաղաբերդի նշանակությունը առանձնապես մեծանում է 10-ից 12-րդ դարերում, Սյունիքի կամ Բաղազ թագավորության շրջանում։ 1103 թվականին, երբ Կապան քաղաքը ավերվում է, Բաղաբերդն է դառնում Սյունիքի թագավորության մայրաքաղաքը։ Սա լավագույն պաշտպանություն ունեցող բերդն էր, որտեղ վտանգի ժամանակ սյունյաց իշխանները պահում էին գանձերն ու ձեռագրերը։ 1170 թվականին Գանձակի սելջուկները գրավում են Բաղաբերդը։ Այրում Տաթևի վանքին պատկանող ավելի քան 10,000 ձեռագիր մատյանները, կողոպտում գանձերը։ Այս ծանր հարվածից հետո Բաղաբերդը չի վերականգնվում։ Այժմ պահպանված են միայն Բաղաբերդի ավերակները, որոնք գտնվում են Ողջի գետի և նրա ձախակողմյան Գիրաթաղ վտակի անկյունում։ Ավերակներից պարզ երևում է, որ Բաղաբերդն ունեցել է կրկնակի պարիսպներ իրենց աշտարակներով։ Բերդը կառուցված է հրվանդանի վրա, ունեցել է եռաստիճան պաշտպանական մակարդակներ, որոնցից առաջինը անցնում է ժայռի ստորոտով, երկրորդը նրանից մոտ 150 մետր բարձրության վրա, երրորդը հրվանդանի գագաթին է։ Բերդն ուներ ստորգետնյա անցուղիներ, ժայռափոր պահոցներ, ջրատար ուղի, որոնցից միայն հետքեր են մնացել։ Պահպանվել են պարիսպների մնացորդները, մոտ 6-ից 8 մետր բարձրությամբ։ Պատմագիր Ստեփանոս Օրբելյանի փոխանցած ավանդության համաձայն Սիսակի սերունդներից Բաղակ Նահապետը նվեր է ստանում Ձորք Կապան գավառը, կառուցում է Բաղակի քար ամրոցը, ամրացնում բերդը, անվանելով Բաղաբերդ։ Ըստ ավանդության Բաղաբերդում են անցել Փարանձեմ Թագուհու երիտասարդ տարիները։ Թագուհին սիրում էր զբոսնել ու վայելել բերդի արևմտյան պարիսպների մոտ հոսող աղբյուրի ջուրը։ Տեղի բնակիչները հետագայում ձևավորեցին մի ավանդույթ, ըստ որի նրանք այդտեղ էին լողանում և այդտեղի ջուրն էին խմում, հավատալով, որ աղջիկները կլինեն Փարանձեմի նման գեղեցիկ ու համառ, իսկ տղաները ուժեղ և տոկուն։ Ասում են, որ Փարանձեմ Թագուհին այնքան համարձակ և հպարտ է եղել, որ պարսից արքա Շապուհը ապշել է նախկինում երբևէ չհանդիպելով նման հզոր թագուհու։ Բաղաբերդ ամրոցը հայտնի է նաև Դավիթ բեկի բերդ անունով։ Այն կապվում է Դավիթ բեկի հետ, որպես նրա բնակության և պայքարի վայր 18-րդ դարի սկզբին իսլամական նվաճողների դեմ։ Պատմական աղբյուրները այն նշում են որպես Ծղուկ գավառի պաշտպանական կետ։ Այն եղել է նաև Մեծ Հայքի Սյունիք նահանգի կարևոր ռազմական հենակետը Կապան-Քաջարան մայրուղու վրա։ Ամրոցը ունի շատ մեծ պաշտպանական նշանակություն։ Հայաստանի հնագույն բերդերից մեկն է, որն իր ամուր դիրքի շնորհիվ վաղ ժամանակներից հռչակված էր որպես անմատչելի բերդ։ Բաղաբերդը արտաքին վտանգների դեպքում հաճախակի ապաստան է դառնում շրջակայքի բնակիչների համար։